մենք էլ ենք թերացել, որովհետև այնուամենայնիվ կային առաջնահերթություններ, որը պետք է արդեն տեսանելի լիներ։ Ես ինչու հոկտեմբերի 27-ի հետ կապված հարց ուղղեցի գլխավոր դատախազին։ Դա շատ կարևոր էր, որովհետև հասարակությունը չի կարող մոռանա այն ոչռագործությունը, որը մեր երկիրը հետ գցեց տասնյակ տարիներով։ Եվ հիմա մեր ակնկալիքը 18 թվականից հետո գլխավոր դատախազությունից առաջին հերթին պետք է այսօրվա զեկույցը սկսվեր ինչ գործեր են արվել մարտի 1-ով եւ հոկտեմբերի 27-ով, հատկապես հոկտեմբերի 27-ով։ Որտեղ մարտի 1-ի հետ կապված, ոնց որ Վճարաբեկ դատարանի որոշումից հետո ունեցանք հնարավորություն, որպեսզի նորից այդ սառեցրած քնեցրած Ռոբերտ Քոչարյանի իրավաբանական թիմի միջոցով, ջանքերով քնեցրած եւ ավարտովին հասցրած գործը նորից կենթանության նշան ստացավ եւ հիմա մենք ակնկալում ենք, որ այդ գործը պետք է ամբողջ ծավալով բացահայտվի, ինչի համար, որտեղ այնտեղ հատորներա, որ փաստացի նյութերը հավաքագրված տարբեր ժամանակաշրջանների քննչական մարմինների խմբերի կողմից, որոնք պետք է դատարանում դատաքննության փուլ գոնե մտնեն եւ դատաքննության ընթացքում գոնե մի հարցի պատասխանենք։ Ռոբերտ Քոչարյան, ինչի դու տեղյակ չէիր, որ Ղարաբաղից զինված ուժերի ստորաբաժանումների ծաղկաքաղ արված եւ 700 հոգուց բաղկացած անձնակազմ է եկել մարտի 1-ին։